Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ։ Այսօր հուլիսի 10-ն է, մենք շարունակում ենք մեր աշխատանքը։ Ես պետք է ասեմ, որ այսօր մենք կկենտրոնանանք ձեզ հետ այն պրես կոնֆերանսին, որը երեկ անցկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու պատասխանեց մեր լրագրողների հարցերին, այնտեղ շատ ուշագրավ մի քանի հարցեր կային, պետք է անդրադառնանք այդ հարցերին, նաև կապված անկլավների հարցին, նաև կապված դելիմիտացիայի հարցի հետ հարցերին, ու երկրորդը ուզում եմ անդրադառնալ այն, ինչ ասում է անդիմությունը ու առաջերտին Սամվել Կարապետյանը, երբ որ ինքը ասեց, մենք անցկացրեցինք գաղտնի ծրագիր կամ պլան ունենք գաղտնի պլան ու այդ պլանի համաձայն Ալեն Սիմոնյանը հեռացվեց իշխանությունից։ Մոտավորապես միտքը դա է ու ընդհանրապես ես ուզում եմ հասկանալ ինչ է ուզում ընդդիմությունը, ինչ նպատակներ դնում է մի քանի մտքերով ձեզ հետ կիսվեմ, բայց անկեղծ ասեմ, ես չեմ հիշում, որ մեր օրենսդրության մեջ նախատեսվի, որ կամ կուսակցությունները, կամ ֆոնդերը, կամ հասարակական կազմակերպությունները, որ իրավունք ունենալ ինչ-որ գաղտնի պլաններ, գաղտնի ծրագրեր։ Ուրեմն, այս երկու թեմաները գլխավորը կլինեն այսօր, մենք սկսում ենք մեր այսօրվա աշխատանքը։ Խնդրում եմ ձեզ բաժանորդագրվել, կիսվել, լայքել եւ աջակցել մեր YouTube-յան ալիքին։ Ուրեմն, դուք գիտեք, որ Հայաստանը տրամադրեց իր օդը Ադրբեջանի ինքնաթիռների համար, որոնք գալիս են Բաքվից, գնում են, հասնում են Նախիջևան։ Իրանք մեր օդը հատում են, դրա համար այդ տրանզիտի համար օդային մուծում են մեծ փողեր, ավիացիային Ադրբեջանը անցած տարվա ընթացքում, ամբողջ անցած տարվա ընթացքում մուծեց 434,000 եվրո։ 434,000 եվրո։ Շատ կարևոր ինֆորմացիան ստացանք այսօր, պարզվեց, որ Հայաստանում հիմա գտնվում է պատվիրակություն Միացյալ Նահանգներից, որը TRIP ծրագրի շրջանակներում աշխատանքներ շարունակում է, այդ պատվիրակությունը հենց եկավ երկաթուղու նախագծի պատրաստական աշխատանքներ տանելու։ Դուք գիտեք, քաղաքական որոշումները եւ կան Միացյալ Նահանգներում եւ Հայաստանում պրոցեդուրային ներքին Ամերիկայում շատ լուրջ պրոցեդուրային փուլեր անցավ այդ փաստաթուղթը TRIP-ը ավարտվեց։ Հիմա ամերիկացի կեկան հենց մասնագետները ոնց պետք է այդ երկաթուղու հարավում Հայաստանի երկաթուղու նախագիծը պատրաստվի, որ այս տարի սկսվեն շինարարական աշխատանքներ, ողջունում եմ այդ կարևորագույն փուլն է հիմա, ու ավելին ասեմ, գիտեք, մենք ծրագրերից, պլաններից, գաղափարներից վատ չենք, շատ ու շատ ես տեսնում եմ մոտեցումներ կառավարության տարբեր ոլորտներում, ամերիկացիների հետ, եվրոպացիների հետ, չինացիների հետ, այլ բավական հաջող ծրագրեր են եւ այլ, բայց մենք պետք է անցնենք ավելի ակտիվ իրականացման փուլերի, որ այս ծրագրերը երկար չիրականացվեն, այլ ինչքան կարելի է կարճ ժամկետներում, քանի որ ժամանակը անչափ կարևոր է ժամանակակից աշխարհում, այս աշխարհում առատ փոփոխվող։ Մյուս հարցը անչափ կարևոր, որի հետ կապված մի քանի մտքերով ուզում եմ կիսվել։ Ես ձեզ մանրամասն ասեցի այն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի, որը անցավ Թուրքիայում, դուք գիտեք, խոսեցինք երեք այն բանաձևին, որը ընդունվեց Թուրքիայում այդ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, բայց նաև կային հարցեր շատ ուշագրավ։ Պարոն Էրդողանը, Թուրքիայի նախագահ, գագաթնաժողովից հետո պատասխանում էր լրագրողների հարցերին։ Ու լրագրողներից մեկը հարցրեց այս ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հարավային Կովկասի հարցերը քննարկվել են, թե ոչ։ Պարոն Էրդողանը ասեց, չեն քննարկվել։ Բայց պարոն Էրդողանը գումարեց, որ ոչ Թրամփի հետ երկկողմ բանակցությունների ժամանակ, ոչ էլ գագաթնաժողովի ժամանակ ՆԱՏՕ-ի նիստին
չեք քննարկվի Հարավային Կովկասի հարցը, բայց Էրդողանը ասաց, որ ինքը խնդրեմ չունի, եթե անհրաժեշտություն առաջանա քննարկել Դոնալդ Տրամպի հետ Հարավային Կովկասի հետ կապված խնդիրները, ինքը կքննարկի առանց խնդրի, ոչ մի խնդիրների, ինքը ուղղակի հեռախոսազրույցով դա կքննարկի։ Պարոն Էրդողանը ընդունեց նաև Եվրամիության ղեկավարությանը, պարոն Կոշտային Եվրամիության նախագահին եւ տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենին, որը Եվրամիության հանձնաժողովի նախագահ է, վարչապետն է։ Իրանք քննարկեցին տարբեր հարցեր, հետո մամուլո խոսնակը Եվրամիության պաշտոնական ներկայացուցիչը բացեց փակագծերը, բացի երկկողմ հարաբերություններ Եվրամիություն-Թուրքիա, քննարկվեցին 3 գլխավոր հարցեր։ Ու նշեց առաջինը Ուկրաինան, հետո Հարավային Կովկասը, հետո Մերձավոր Արևելքը։ Ինչը ինձ համար զարմանալի չի, քանի որ Եվրամիությունն էլ ուզում է, որ Թուրքիան բացի հայ-թուրքական սահմանը, Եվրամիությունն էլ ստիմուլ է տալիս, ասում է մենք ձեզ հետ կաշխատենք ել ավելի ակտիվ, եթե Հարավային Կովկասում խաղաղությունը ուժեղ լինի, այստեղ այդ հարցում շատ կարևոր է, որ Թուրքիան սահմանը բացի։ Ասում եմ դա հատուկ, նաև այդ մեր պետական ինստիտուտների ներկայացուցիչների համար, որ ուշադրություն դարձնեն, քանի որ կասկած չկա, մենք եվրոպացիների միջոցով կարող ենք մանրամասնությունները ստանալ այդ բանակցություններից, որը եղան Էրդողանի եւ Եվրամիության ղեկավարության միջեւ։ Հիմա անցնում եմ կարևորագույն այսօրվա հարցին Նիկոլ Փաշինյանին պրես կոնֆերանսին։ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց մի շարք հարցերի մեծ թվով, ես կնշեմ մենակ մի քանիսը։ Առաջինը Նիկոլ Փաշինյանը ասաց, որ գնում է արձակուրդ, ինչքան հասկացա 20 օրով այսօրվանից, հուլիսի 10-ից։ Բայց ինքը ասաց, ես արձակուրդը կանցկացնեմ Հայաստանում, ուրեմն ուշադիր կհետևեն այն զարգացումներին, որոնք կլինեն Հայաստանի ներսում եւ դրսում։ Մյուսը այդ հարցը, քանի որ մեծ աղմուկ բարձրացրեց, պարտավոր եմ ձեզ ասել, մեծ աղմուկ այդ պարոն Գագիկ Ծառուկյանի հետ, դու գիտեք դատարանը որոշում ընդունեց 2 ամսով կալանավորել իրան, ազատազրկել կալանավորման միջոցով, բայց այդ հարցը տվեցին, ու քանի որ նաև Մարդու իրավունքների պաշտպանը քննադատեց այն քայլերը, որոնք արված էին Գագիկ Ծառուկյանի դեմ, ինչ կոնտեքստով, որ անչափ մեծ ուժ կիրառվեց, անհրաժեշտություն դրա համար չկար, էլի։ Պարզ է այդ հարցերը տվեցին պարոն վարչապետին։ Ստեղ ես պետք է ասեմ, որ վարչապետը այն հարցին, որը կապված է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը, ասեց, որ մենք այդ ինստիտուտը շատ հարգում ենք ու անպայման կուսումնասիրենք, որ կետերը իրանք նշում են, բայց գլխավոր միտքը վարչապետի նա էր, որ ինքը ասում է մենք կպայքարենք ու կվերադարձնենք ժողովրդին այն փողերը, այն սեփականությունը, որը օտարված էր ժողովրդից, թալանված էր ժողովրդից։ Այդ խոսքերը իմը չեն, Նիկոլ Փաշինյանինն են։ Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ նախկինում ինքը չէր կարող դա անել, չէր ստացվում, քանի որ համակարգը դիմադրում էր։ Համակարգում լիքը այս մարդկանց կողմնակիցներ էին նախկինների ու իրանք դիմադրում էին, նաև դատական համակարգներ դիմադրում էր։ Հիմա հնարավորություն եղավ, մենք հիմա պայքարում ենք։ Բայց ես պետք է ասեմ, որ այնուամենայնիվ մեծ աղմուկ բարձրացրեց այդ գործը Գագիկ Ծառուկյանի, քանի որ իրոք խուզարկությունները գնում էին միաժամանակ եւ իր տանը եւ բոլոր իր օբյեկտներում, դուք գիտեք Արարատ ցեմենտը գործարանը մի քանի օրով փակվեց, մարդիկ բողոքում են հիմա, կառավարությունը ասում է անպայման կվերագործարկենք, կաշխատի այդ գործարանը, մեծ դժգոհություն առաջացրեց նաեւ սովորական մարդկանց մոտ, դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը բավական հանգամանալից փորձում էր բացատրություն տալ Օլիմպիական կոմիտեն, Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեն իօքուտ Գագիկ Ծառուկյանի հայտարարություն արեց, դատապարտեց ԱՍԴ-ի քայլերը կառավարության, բռնցքամարտի մեր ֆեդերացիան իօքուտ Գագիկ Ծառուկյանի հայտարարություն արեց,
Ուրեմն մեծ աղմուկ եղավ այս գործից, նայինք ոնց է զարգանալու իրավիճակը, ինչ գլխավոր մեղադրանքներ կներկայացվեն, ինչ որոշումներ դատարանները կընդունեն Գագիկ Ծառուկյանի հետ կապված, բայց Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ այստեղ թալանի տարեր կան, դա է պատճառը, որ ինքը լի է վճռականության պայքարել ու այդ թալանվածը հետ վերադարձնել։ Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձավ արտահանողների կորուստներին, դրա պատճառով, որ Ռուսաստանը սահմանը փակեց եւ մեր ապրանքները արտահանողները չեն կարող տեղափոխել Ռուսաստանի շուկա, նոր շուկաներ ման են գալիս, պարզ է դա պահանջում է լուրջ նոր ծախսեր, ու Նիկոլ Փաշինյանը ասաց, կառավարությունը որոշում ընդունեց 3 միլիարդ 140 միլիոն դրամ փոխհատուցում իրենց տալ, 3 միլիարդ 140 միլիոն դրամ փոխհատուցում տալ։ Հիմա շատ կարևոր հարց էր մեզ բոլորիս հուզող բանակցությունները Նիկոլ Փաշինյանի Միշուստինի հետ, Ռուսաստանի վարչապետի հետ։ Ինչ տվեցին այդ բանակցությունները։ Այդ հարցը տվեցին Նիկոլ Փաշինյանին, հաշվի առնելով, որ ցավոտ է գնում process-ը, նոր շուկաների մանգալու process-ը, ու այդ երկար կտևի, մի օրվա հարց չի, մի տարվա հարց չի, ու Ռուսաստանի հետ փորձել մեղմացնել հարաբերությունները, դա տրամաբանական է։ Նիկոլ Փաշինյանը գնաց, հիշում եք, Եկատերինբուրգ ու լուրջ բանակցությունների մեջ էր Միշուստինի հետ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը երեք շատ կարևոր ինֆորմացիա մեզ տվեց, ինքը ասաց, որ ընդհանուրի եկան մոտ ժամանակներս դուք տեսնեք, որ շուկաները կբացվեն, այդ իմ մեկնաբանությունները իր ասացի։ То есть արդյունքները կլինեն դրական, դրանց մասին դուք իմանաք, դա նշանակում է, որ կամ մասամբ, կամ ամբողջությամբ Ռուսաստանը կբացի իր շուկան Հայաստանի առջև։ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ անկեղծ բաց զրույց էր, բոլոր խնդիրները մենք քննարկեցինք, խնդիրները եւ այլն։ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ այդպես կլինի, հույսով եմ, որ այդպես էլ կլինի, բայց ես իմ կարծիքը ձեզ ուզում եմ ասել։ Միջև Պուտինը ու Միշուստինը չշնորհավորեն Նիկոլ Փաշինյանի այս վերընտրվելու կապակցությամբ, այս վերջի ընտրությունների ազգային ժողովի, ես կարծում եմ ոչ մի բան չի փոխվի, քանի որ այդ կարևոր բաղադրիչն է։ Իրանք պետք է ճանաչեն մեր ընտրությունների արդյունքները։ Ու եթե դա չարվի, իմ կարծիքով մեծ ինչ-որ շոշափելի փոփոխություն չի լինի, ես պնդում եմ։ Ավելին, ես պնդում եմ, որ Ռուսաստանը չի փոխի իր քաղաքականությունը, ուզում է օտարել հայ ժողովրդին պետականությունից, իրանք ուզում են քանդել մեր պետականությունը, իրանք քայլերը մենակ դրա մասին են խոսում, դա է պատճառը, որ ինձ կարծիքով իրանք հետ չեն կանգնի իրանք քաղաքականությունից։ Բայց լավատեսությունը Նիկոլ Փաշինյանը ինձ ուրախացնում է։ Միգուցե մենք ինչ-որ ինֆորմացիա չունենք, Նիկոլ Փաշինյանը ունի ու ասում է, որ լավ կլինի։ Հիմա դելիմիտացիա դեմարկացիայի մասին։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանին հարցը ոնց տվեցին։ Իրանք ասացին, ոնց կլուծվեն անկլավների հարցերը։ 3 հատ անկլավ ունի Ադրբեջանը Հայաստանի տարածքի ներսում, մենք ունենք մեկ մեծ անկլավ Արցախաշեն Ադրբեջանի տարածքում։ Հիմա այդ շատ կարևոր հարց է, ստրատեգիայի հետ կապված, ռազմավարության հետ կապված, կոմունիկացիաները անցնում են այս տարածքներով մեր ու շատ կարևոր հարց է։ Պարզ է, լուծումները որը կարող է լինել։ Մի լուծում, որ մենք վերադարձնում ենք իրանց անկլավները, իրանք գալիս են նստում են այդ անկլավներում, իրանք մեզ տալիս են հետ Արցախաշեն։ Բայց ավելի տրամաբանական, ավելի ոչ կոնֆլիկտային ճանապարհը ուրիշ է։ Փոխանակում անել, որ այս ձևի անկլավներ, խուճուճ սահմաններ մեր մեջ չլինեն։ Բայց այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը ճիշտ ասեց, այդ դեպքում պետք է անցկացնենք հանրակրվե, առանց ժողովրդի կարծիքի, առանց սահմանադրական փոփոխությունների ու հանրակրվե սահմանները չեն կարող փոխվել։ Կարծես թե այստեղ ամեն ինչ նորմալ է։ Նիկոլ Փաշինյանը ավելին ասաց, որ մենք շարժվում ենք 1974 թվի քարտեզներով, այդ գենշտաբի սովետական միության քարտեզներն են, եթե մենք հենվում ենք Ալմատայի ԱՊ երկրների, հիշում եք 1991 թվի հռչակագրի վրա, ուրեմն պետք է օգտագործենք
Ռուսաստանի գենշտաբի քարտեզները, այդ քարտեզների համաձայն պետք է շարունակենք դելիմիտացիան։ Այս ձևի մտքեր նաև ինքը ասեց։ Եթե ասում եմ մենք խաղի կանոնները խախտենք, ուրեմն այն տարածքները, որը գրավեց Ադրբեջանը 2022 թվականի ագրեսիայի ժամանակ հասավ դեպի ջերմուկ, այս տարածքները չենք կարողանալու վերադարձնել։ Ու ես տեղ ունեմ ինչ ասելու։ Ես ճիշտ ասած մեծ կողմնակիցը չեմ կապել այդ գրաված տարածքները Ադրբեջանի կողմից այդ անկլավների հարցերի հետ, քանի որ դա դասական ագրեսիա էր ու այդ ագրեսիայի պատճառով հիմա Ադրբեջանը վերահսկում է բավական մեծ կտոր մեր տարածքների 200 քառակուսի կիլոմետր։ Ուրեմն իմ կարծիքով լավ կլիներ տարանջատել, ուղղակի պահանջել, որ Ադրբեջանը դուրս գա մեր տարածքից, հենց խաղաղության կոնտեքստով process-ի։ Բայց կառավարությունը վախում է սրել հարաբերությունները, փայփայում է այդ խաղաղության process-ը, որը գնում է, դա է պատճառը, որ չի սրում ու մեր կառավարությունը համաձայն է, որ դելիմիտացիա դեմարկացիայի շրջանակներում այդ հարցերը լուծվեն։ Այո, կարելի է այդ ճանապարհով գնալ, բայց նորից կրկնում եմ, եթե մենք շարժվենք այն քարտեզներով, որոնք 1940-50 թվականների քարտեզներ էին, հստակ կարող եմ ասել, 3 այդ անկլավներից 3-ից նվազագույնը 2-ը չկային։ Ուրեմն կարայինք այլ ճանապարհով գնալ, բայց քանի որ գնացինք այս ճանապարհով 74 թվի քարտեզներով 1974 թվի քարտեզներով այնտեղ կան այդ անկլավները ու հիմա պետք է հետևական շարունակենք այդ դելիմիտացիան դեմարկացիան։ Հիմա նաև շատ կարևոր հայտարարություն արեց մեր արտգործնախարարությունը։ Դուք գիտեք, որ երեք Բայրամովը արտգործնախարար Ադրբեջանը մի քանի հայտարարություն արեց։ Օրինակ ինձ մոտ առաջացրեց մեծ դժգոհություն իր հայտարարությունը կապված դրա հետ, որ Ադրբեջանը չի փոխում իր կարծիքը, Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը, միայն այդ դեպքում իրանք խաղաղության պայմանագիրը կստորագրեն։ Ինձ մոտ առաջացրեց լուրջ դժգոհություն։ Ինչու՞։ Քանի որ իրանք գիտեն արդյունքները մեր ընտրությունների։ Մեր ընտրությունների արդյունքները նայն, որ մենք գրեթե չենք կարողանալու փոխել սահմանադրությունը։ Դժվար կլինի։ Հիմա իրանք պահանջում են անջատել մեր սահմանադրությունը անկախության հռչակագրից, բայց մեր օրենքների համաձայն դա շատ դժվար է անել։ Ու իմանալով արդյունքները, որ Նիկոլ Փաշինյանը չունի սահմանադրական մեծամասնություն, նորից շարունակում է դա պնդել Ադրբեջանը։ Բացի դրանից պարզվում է, այդ պարզվեց ուղղակի այսօր, որ Ադրբեջանի արտգործնախարարը, երբ որ խոսում էր տրիփ ծրագրի մասին, Զանգեզուրի միջանցք օգտագործել նաև Հայաստանի տարածքով անցնող տրիփ ծրագրի, Դոնալդ Թրամփ ծրագրի։ Զանգեզուրի միջանցք եզրույթը օգտագործել նաև մեր տարածքի հետ կապված։ Մեր արտգործնախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, մեղմ, բայց հանդես եկավ հայտարարությամբ, որ Հայաստանի տարածքում պետք է իրականացվի ու կիրականացվի տրիփ ծրագիրը, Դոնալդ Թրամփ ուղու ծրագիրը։ Ու ոնց է, ինչ է, դա ֆիքսված է Միացյալ Նահանգներ Հայաստան երկկողմ պայմանագրով։ Դուք հիշում եք այդ պայմանագրերը կապված տրիփ ծրագրի հետ։ Այդ շատ կարևոր է, որ մերոնք արեցին դիտողություն պարոն Բայրամովին, ասեցին այդ իր ասածը Զանգեզուրի միջանց անընդունելի է։ Մեղմ հայտարարություն է, կոշտ չէր, դա նորմալ է, բայց իրանք տեղը դրեցին։ Ես ավելին ասեմ, ես լինեի կմցնեի այս հայտարարության մեջ մեր արտգործնախարարության նաև այդ հարցը, որ նորից Ադրբեջանը փորձում է մտնել մեր ներքին քաղաքականության մեջ, նորից պահանջում է սահմանադրությունը, որ մենք փոխենք։ Ի վերջո այդ հարցը մենք կլուծենք, նույնիսկ եթե մենք վաղը բոլորս համաձայնվենք տարանջատել մեր սահմանադրությունը հռչակագրից, անկախության հռչակագրից, տարանջատել, որ Ղարաբաղի հարցը խաղից դուրս գա, նույնիսկ եթե մենք համաձայնենք, այդ մենք պետք է անենք։ Ուրեմն պատասխանելը ճիշտ էր, բայց ես պետք է ասեմ, որ անպայման նաև մեր արտգործնախարարությունը պետք է արձագանքի այս շարունակող պահանջի Ադրբեջանի, որ մենք սահմանադրությունը փոխենք իրանց ուզածով։ Իջեպ ասեմ, ձեզ Նիկոլ Փաշինյանը ասեց, որ սահմանադրությունը
որ պլանավորում է կառավարությունը փոխել, նախագիծը կներկայացվի այս տարվա վերջում։ Նայենք ինչ են բերելու, ինչ կբերեն, մենք կուսումնասիրենք ու կասենք մեր կարծիքը, բայց դեռ նախագիծ կառավարությունը չի ներկայացրել մեզ, ուրեմն խոսալ այդպես օդում ես համարում եմ անիմաստ։ Հիմա դուք գիտեք, որ Սամվել Կարապետյանը էլի 2 ամսով տնային կալանքի տակ կմնա։ Դատարանը որոշում ընդունեց, որ ինքը կմնա տնային կալանքի տակ էլի 2 ամիս։ Ինքը դատարանի որոշումը մեկնաբանելով ինքը ասեց 3 մեղադրանքներ ինձ ներկայացված են, նաև որ ես պաշտպանում էի եկեղեցին, այս մեղադրանքով ես հպարտ եմ, բայց մյուս 2 մեղադրանքները չեմ հասկանում ինչու են կայանում։ Ես պետք է ասեմ, որ երեք ես բարձրացրեցի հարց, այս ինչ պրոցես է, որ 105 թե 106 ցուցակի մասնակիցներ, դուք գիտեք, ուժեղ Հայաստանը մասնակցում էր ընտրությունների միասնական ցուցակով։ Այդ ցուցակում 202 մասնակից էին, 202 մարդ այդ ցուցակով գնում էին։ Հիմա ուժեղ Հայաստանը ստացավ 29 մանդատ, 29 առաջի տեղեր զբաղեցրածը կդառնա պատգամավորներ։ Բայց ցուցակը 202-ից էր բաղկացած։ Հիմա մասսայական սկսեցին դուրս գալ այս ցուցակից, դուք գիտեք 105 թե 106 հոգի դուրս եկան։ Ես այս ձևի երևույթների հետ չեմ հանդիպել մեզ մոտ, լինում են առանձին դեպքերում դուրս գալը ցուցակներից, նույնիսկ ընտրարշավի ժամանակ այս ձևի երևույթների տարբեր կուսակցությունների ցուցակներից դուրս են գալիս մարդիկ, ընտրություններից հետո առանձին մարդիկ դուրս են գալիս, օրինակ Քաղ պայմանագրի ցուցակից 2 հոգի դուրս եկան, մեկը ասեց ես գնում եմ բիզնեսով զբաղվել, մյուս մարդը ասեց ես պաշտոնյա եմ, տեղական ինքնակառավարման, ուզում են շարունակել իմ աշխատանքը տեղական ինքնակառավարման մարմիններում։ Դա նորմալ է, բայց 106 հոգի 200-ից, երբ որ դուրս են գալիս ցուցակից, այդ ինչ որ երևույթը բացասական է։ Հիմա այն բացատրությունը, որը տվեց ուժեղ Հայաստանի հայտարարությունով, այդ կուսակցությունը հայտարարությունով տարօրինակ է։ Ինքը ասում է, որ այդ մարդիկ ուզում են մենք ուզում ենք ավելի էֆեկտիվ օգտագործել կուսակցական աշխատանքի մեջ, բայց ոնց է իրար հետ առնչվում այդ հարցերը։ Իրենք ցուցակում էին, թող մնային ցուցակում, բայց գնային տեղերում աշխատեին, չդառնալով պատգամավորներ, նորմալ է, գնային տեղերում։ Ինչի դուրս են գալիս ցուցակից։ Իրենք փորձում են բացատրել նրանով, որ վտանգի տակից իրանց հանում են, ճիշտն ասած զարմանալի պատասխան է, քանի որ եթե վտանգներ կան, եթե իրանց դեմ կարող են քրեական գործ հարուցել ինչ-ինչ պատճառներով, այդ ցուցակում լինելը ոչ կպաշտպանի, ոչ էլ դուրս գալը կպաշտպանի։ Հիմա այո, Սամվել Կարապետյանը ասում է, որ մենք շարունակում ենք գնալ իշխանափոխության ճանապարհով, մանդատները վերցնում ենք, բայց չենք ճանաչում լեգիտիմությունը ընտրությունների, ես պետք է ասեմ, մանդատների վերցնելը դա գրեթե ճանաչումն է ընտրությունների արդյունքների, այստեղ համաձայն չեմ Սամվել Կարապետյանի, բայց ինքը ասում է չենք ճանաչում, մինչդեռ վերցնում են մանդատները, ու Սամվել Կարապետյանը նաև ասեց, որ ընդդիմադիրների հետ գնում է աշխատանք, իրանք ուզում են միասնական կոորդինացիոն խորհուրդ ստեղծել, ճիշտ ասած ոչ մի արդյունքի մասին դեռ չի խոսվում ընդդիմադիրների միջև այդ բանակցությունների մեկ Սամվել Կարապետյանը ինչ որ բան դրա մասին ասում է, բայց ամենակարևորը ինչու ես Սամվել Կարապետյանի ասածներին անդրադարձա, քանի որ իր ասածների մեջ նաև մեկ բան կար, որը ինձ ապշեցուցիչ էր ինձ համար, գաղտնի ծրագիր իրանք ունեն, ինքը ասում է այս գաղտնի ծրագրի շրջանակներում Ալեն Սիմոնյանը կոպիտ ասած հեռացվեց իշխանությունից, ինչ կապ ունի այդ գաղտնի պլանը Ալեն Սիմոնյանի հետ, Ալեն Սիմոնյանի դուրս գալը քաղաքական դաշտից, նու գոնե ժամանակավորապես, ինչ կապ ունի չեմ կարող ասել, բայց ինքը ասում է նույնիսկ Նիկոլ Փաշինյանը չգիտեր, որ այդ մեր գաղտնի պլանն է, որ Ալեն Սիմոնյանին մենք դուրս բերեցինք խաղից, պայքարից ու դուրս եկավ ինքը այս պայքարից իօգուտ պայմանագրի, ես ստեղ պետք է մենակ մեկ բան ուզում եմ գումարել, մեր օրենսդրությունը
մեր օրենսդրությունը կապված կուսակցությունների գործունեության հետ, հասարակական կազմակերպությունների գործունեության հետ, ֆոնդերի, հիմնադրամների գործունեության չի նախատեսում ինչ-որ գաղտնի գործողություններ զբաղվում են պատկան մարմինները, կա ինստիտուտ 1-2, որը զբաղվում են գաղտնի գործունեությամբ, բայց կուսակցությունները եւ հասարակական կազմակերպությունների գաղտնի գործունեությունը ո՞րն է, ուղղի հակառակը, մենք բոլորս պետք է լինենք բաց, տրանսպարենտ, ու դա վերաբերում է եւ հասարակական կազմակերպություններին, եւ կուսակցություններին։ Դա է պատճառը, որ ես չեմ հասկանում, որ գաղտնի պլանի մասին, ծրագրի մասին խոսում է Սամվել Կարապետյանը։ Ես ավարտեցի իմ այսօրվա ելույթը, խնդրում եմ բաժանորդագրվել, լայքել, կիսվել Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքում։